Եթե մարինացված պղպեղի սիրահար եք, ապա առաջարկում եմ այն պատրաստել այս տարբերակով։ Այն կարելի է մատուցել նաև որպես սառը նախուտեստ։ Պղպեղները լավ լվանալուց հետո այն շարում ենք ջեռոցի տապակի մեջ։ Այն խորովելու ենք նախորդ 220 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։ 30 րոպե անց այն լցնում ենք ապակե կամ պլաստմասե ամանի մեջ եւ ծածկում սննդային թաղանթով։ Այսպես մի քանի րոպե թողնելուց հետո հեշտությամբ հեռացնում ենք պղպեղների կեղևը եւ այն մաքրում ենք։ Հիմա անցնենք սոուսի պատրաստմանը։ Ձիթայուղի վրա ավելացնում ենք քացախ, աղ, շաքարավազ, մի փոքր կիտրոնի աղ, հատիկ սև պղպեղ, մանր կտրատած մաղադանոց եւ սխտոր։ Չափաբաժինները կթողնեմ նկարագրության բաժնում։ Ամբողջը մի լավ խառնում ենք եւ այն եւս պատրաստ է։ Ապակե տարայի մեջ դասավորում ենք մեր արդեն մաքրած կարմիր պղպեղները եւ ավելացնում մեր կանաչիով զանգվածն ու տարածում ենք այն, այնպես ինչպես ցուցադրված է հոլովակում։ Այս գործողությունը կրկնում ենք այնքան ժամանակ, մինչեւ մեր բաղադրիչները կվերջանան։ Ինձ մոտ ստացվեց 5-ից 6 շերտ։ Ամենավերջում լցնում ենք կանաչիով զանգվածը։ Ասեք, որ տեսքն արդեն իսկ շատախորժելի է ստացվել։ Մեր մարինացված պղպեղները ծածկում ենք սննդային թաղանթով եւ տեղափոխում սառնարան 1 օրով։ 1 օր անց արդեն կարելի է այն մատուցել եւ վայելել։ Նշեմ, որ այն սառնարանում կարող եք պահել 5-ից 7 օր։ Պահպանեք տեսանյութն ու պատրաստեք այն։ Բարի ախորժակ։